ման պահին ես որպես սպայական պատկամ, որը գրված է Անդրանիկի խոսքերով ես դիմում եմ, որ դժվարությունները միայն մենք ենք հաղթահարելու, ուրիշները երբեք մեզ չեն օգնել և չեն օգնելու, ես ձեզ արիության, միասնության, համախմբման կոչ եմ անում, ես ձեզ զգաստ մտածողության կոչ եմ անում, միայն այդ ճանապարհով մենք կարողանանք հաղթահարել մեր դժվարությունները, միաժամանակ ես փառքի եմ կոչում բոլոր նորօրյա սպայներին, որոնք հների օրինակով զենքը ձեռքին զոհվեցին հանուն մեր ազատության, և ի զարմանս գուցե շատերի թուրք և նախատիպ եմ հայտարարում այն բոլոր մարդկանց, ովքեր այդ սուրբ անունը չարաշահելով մուր են նետում այսօր իսկական սպայների հասցեին։ Եթե ազգը զոհաբերելու բան ունի, այդ ազգը կաբրի։ Սերը այն հավերժական կրոնն է, որով մարդկությունը պետք է պայքարի ամեն տեսակ կռապաշտության դեմ։ Ու հենց այդ մեծ սիրո առկայությունն էր ներշնչում Խաչիկ Սաֆարյանին ապրելու և ստեղծագործելու։ Ծնվել է 1932 թվականին Թալինի շրջանի ներքին Բազմաբերդ գյուղում։ 1957 թվականին ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը։ Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու է։ Մի շարք գրքերի հեղինակ է Խաչիկ Սաֆարյանը։ Ու ինչն է հետաքրքրականը, երբ ուսումնասիրում ես նրա կենսագրությունն ու ստեղծագործական ուղին, հասկանում ես. բնությունը շռայլ է գտնվել, բախտը ժլատ։ Բնությունը նվիրել է գրելու, ստեղծագործելու մի մեծ շնորհ, իսկ բախտը ամեն ինչ առողջացավ շատ բնական ճանապարհով։ Նախ եւ առաջ իմ ծնողները Հայաստանից բռնագաղթի ենթարկվածներ էին սատոնցիներ, որոնց մի
մասը մակարել էր և զենքը ձեռքին զոհվել, մի մասը մի կերպ մազապուրձեր եղել և իմ ծնողները ամեն օր հայրական խրատում, հայրական կաթի հետ ինձ դա էին ուսուցանում, որ մենք երգիր ունենք, բարեբեր, հեռու, որը գերի մնաց և դեռ մանկուց ես արդեն գիտեի, որ գաղթական, բռնագաղթյալ հայ մարդու ճակատագիրը ուրիշ է և դուրվանից օր-օրի իմ մոտ, իմ հոգում ծնվում էր ադելություն թշնամիների նկատմամբ և անսահման կարոտ չտեսած, միայն իր մասին լսած հայրենիքի հանդեպ, որ պատաններ մնացել հեռվում, քերիեր մնացել հեռվում։ Այս Հայաստանում էր մեր ընտանիքի կյանքը հանգիստ չանցավ։ Դեռ 8 տարեկանից իմ գրեթե 100-ամյա հոր կողքին էի, օգնում էի նրան բոլոր աշխատանքներում և գիշերները ինքը արդեն երևի հասակներ, ճակատագիրներ քիչ էր քնում և մեկ-մեկ պատմում էր իր տեսածն ու լսածը, իր ապրածը և դա ինչ-որ կախարդական բանով փոխանցվում էր ինձ։ 1963-67 թվականներին Խաչիկ Սաֆարյանը որպես այլախոհ 4 տարով դատապարտվել է ազատազրկման։ Բանտում եղած տարիներն ապարդյուն չեն անցել։ Այս հաստափոր բանաստեղծությունների ժողովածուն ծնունդն են մտավորականի հոգու և ապրումների։ Այն սկսվում է այսպես. Դու հիվանդ ես, սիրտն իր հիմա ով է դնում քո վերքին։ Իմ փոխարեն սուրբ ցնորքով ով է լցնում քո հոգին։ Ես հեռու եմ ու փակված է վերադարձի իմ ճամփան։ Ով է կյանքն իր քո կյանքի դեմ տալիս որպես փրկագին։ Իսկ հետաքրքիր է, ինչպիսին է եղել Խաչիկ Սաֆարյանը որպես հայր, որպես մարդ, իր իսկ որդու Կոմիտաս Սաֆարյանի նկարագրմամբ։ Որպես մարդ և որպես հայ իմ կարծիքով մեր բոլորի կողմից ընդունված, բոլորիս կողմից երազած մարդու կերպար էր հայի, որը իր երկրի զավակն էր, իր երկրի համար ապրող մարդ, որի համար իր հայրենիքից ու երկրից բացի ոչ մի բան գոյություն չուներ։ Իհարկե հայրիկը խուսափում էր իր գաղութային կյանքից պատմել, ինչ-որ պատմություններ, ընդհանրապես ինքը զուրկ մարդ էր, զրկանքներից բողոքել և այլն։ Լենինգրադում, երբ որ ես սովետական բանակում ծառայում էի, հաճախ այցելում էի իր ընկերներին, գաղութում միասին, որ գալան գիտակենները, շատ հոյակապ մարդիկ էին, կիրթ բոլորը և զարգացածության առումով և որպես մարդ, իրենք պատմեցին, որ Սաֆարյանի նախաձեռնությամբ մենք բոլորս ինչ գիրք որ ստանում էինք, դե որպես քաղաքական հանցագործներ իրանց թույլատրվել էր գրքեր ինչ-որ քանակ ստանալ, կազմեցին գրադարան տարբեր ազգերի լեզուներով և բելարուսերեն, հիմնականում ուկրաինական, հայկական գրականություն և գրադարանը կազմեց ու մնաց այդ գաղութում որպես գրադարան, որպեսզի հաջորդ քաղաքական հանցագործները կարողանային այդ գրքերը կարդալ, միմյանց լավ ճանաչել։ Ճշմարտությունը սիրում է բնակություն հաստատել գործի մեջ։ Դա են ապացուցում աշխարհն իմաքսորական, հոգուներ և թանկաներ, Կոմիտաս քանչելագործ և հեղինակի գրչին պատկանող այլ գրքեր։ Կյանքը և գործունեությունը նույնքան սերտորեն են կապված, որքան բոցն ու լույսը։ Ինչը բոցավառվում է, նա իսկապես լուսավորում է։ Ինչը ապրում է, նա իհարկե գործում է։ Սիրում էր աշխատել, անսահման սիրում էր այգում, գոմում, անասունների հետ, ոչ մի աշխատանք չէր համարում իր արժանապատվությունից ցածր, քարը քարի վրա դնող։ Ձեր ունի Կոմիտաս քանչելագործ և նամակներ Կոմիտասի, և ձեր անունն էլ կարծում եմ զուգադիպություն չէ Կոմիտաս, հատուցեր կար։ Ասեմ, քիչ առաջ հարցրեցիք ում էր շատ սիրում, իր համար Կոմիտասը պաշտամունք էր, մարդ, որին ինքը անսահման սիրում էր, մարդ, որի հեղինակությունը իր մոտ կասկած չէր հարուցվում, որի արածը գնահատական էր, դեռ ես էլ եմ կարծում, որ մենք չենք գնահատել դեռ։ Եվ այս կյանքում մեկ բան մնում է խելամիտ։ Դա սխրագործության տենչանքն է, ու այդ տենչանքի մեջ թրթռում է մարդկային կենդանի սիրտը,
թաքնվում հարցասեր և երբեք չհանգստացող մարդկային բանականությանը։